Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Այսօր Հայաստանում լռության օր է, վաղը հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա ազգային ժողովի հերթական ընտրություններ, որոնց մասնակցելու են 16 կուսակցություն եւ 2 կուսակցությունների դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Սեդա Ղուկասյանը լրատվամիջոցներին հիշեցրել է, որ ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության նախորդ օրը, նաեւ քվեարկության օրը մինչեւ ժամը 20-ը նախընտրական քարոզչություն կատարելն արգելվում է։ Նշված ժամանակահատվածում արգելվում է տեխնացուների վերաբերյալ ցանկացած հրապարակում, որը կարող է դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Նշված ժամանակահատվածում արգելվում է նաև սոցիոլոգիական հարցումների հրապարակումները։ Նշված ժամանակահատվածում գովազդային վահանակների վրա տեղադրված պաստառները չեն հեռացվում։ Քվեարկության եւ դրան նախորդող օրը զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչությունն էլ առաջացնում է տուգանք։ 2026 թվականի մայիսի 29-ի դրությամբ ընտրական ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,232 մարդ, որից տեղամասերում գրանցված ընտրողների թիվը կազմել է 22,742, չգրանցված ընտրողների թիվը 492, իսկ տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով ընտրողների թիվը 8։ Քվեարկությունը տեղի կունենա 2005 ընտրատեղամասում։ Այսօր ժամը 9-ից 18-ը եւ հունիսի 7-ին ժամը 8-ից 20-ը ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են ամբողջ ռեսուրսով մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ընդունում եւ տեղեկանքների տրամադրում, նաեւ ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Ներքին գործերի նախարարությունն էլ իրազեկում է, որ քվեարկության օրն արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շարավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին միջազգային դիտորդների, դիվանագետների եւ օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր ընտրական գործընթացի կազմակերպումը։ Հունիսի 6-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը Մատենադարանում անցկացրել է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, քվեարկության ընթացակարգերը եւ ընտրությունների կազմակերպման հիմնական առանձնահատկությունները։ Միջազգային դիտորդների, դիվանագետների եւ տարբեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն էին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրության նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ընտրական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները եւ քվեարկության օրվա հիմնական ընթացակարգերը։ Մինչ այս փուլը ընտրությունների նախապատրաստական ողջ աշխատանքը ընթացել է օրինական եւ թերություններ որպես այդպիսին, այսինքն խնդիրներ չեն ունեցել։ Արդեն մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվում է գործընթացը, երբ որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են տեղամասի գույքը եւ սկսվում է կահավորումը։ Ժամը 11-ից արդեն մեր քաղաքացիները on-line ռեժիմում հնարավորություն կունենան նաև հետևել տեղամասերի կահավորման գործընթացին։ 1774 ընտրատեղամասերում տեղադրվել են տեսախցիկներ եւ ուղիղ եթերում կհեռարձակվեն ընտրությունները, իսկ 38 ընտրատարածքային հանձնաժողովներում կհեռարձակվեն նիստերի եւ քվեաթերթիկների հաշվարկների գործընթացները։ Ընտրատեղամասերը հագեցված են լինելու տեխնիկական սարքավորումներով։ Ընդամենը 541 ընտրատեղամասում է մեկ սարքավորում լինելու։ Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովումն այնպիսին է, որ բացառվում է կրկնակի գրանցման կամ կրկնակի քվեարկությունը։ Եթե ընտրողը Հայաստանի Հանրապետությունում որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, մեկ այլ փաստաթղթով տեղամասային կենտրոն ներկայանալուց, իր տեղամասային կենտրոնը անմիջապես տեխնիկական սարքավորումների հենց այդ առաջի փուլում հայտնաբերվում է, որ նա արդեն իսկ քվեարկել է եւ սարքավորման միջոցով տպվում է կտրոն, որը պարունակում է տվյալ ընտրողի վերաբերյալ բոլոր տվյալները, թե առաջի քվեարկությունը, ինչ փաստաթղթով է արել, որ ժամին է արել, որ սարքով է արել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված բողոք դիմումները եղել են 4 տասնյակից ավելի։ Դրանք վերաբերվում էին քաղաքական ուժերի մեկ-մեկու մեղադրանքներին, այսինքն
կառուցության ընթացքում օգտագործված խոսույթի հետ կապված 16,000 հանձնաժողովականներից մոտ 30-ի դեպքում եղել է դեպքեր, երբ որ մրցակից կուսակցությունները կամ տեղական դիտորդական առաքելությունները արձանագրել, որ Facebook-յան էջերով այդ կուսակցական հանձնաժողովականները իրենց Facebook-յան էջերով քարոզչական նյութեր էին տարածել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև ընտրությունների օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման բազում աշխատանքներ է տարել, դասընթացներ կազմակերպելով հասարակության տարբեր շերտերի համար, այդ թվում լրագրողների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պատմության մեջ ոչ մի անգամ այսքան շատ outreach, այդ բառը հայերենում մի քիչ դժվար է գտնել, չի ունեցել, ավելի քան 4 միլիոն դիտում ենք ունեցել մեր բոլոր տեսահոլովակների իրար հետ, հա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործընկերների հետ միասին 6 ոդքասթներ է կազմակերպել, 3 հաղորդումներ հանրային եթերում, բայց դեռ 5-ն էլ պիտի գնան։ Հանձնաժողովում նշում են, որ հանդիպման նպատակը միջազգային գործընկերներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է, որպեսզի նրանք լիարժեք պատկերացում կազմեն ընտրական գործընթացի կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ։ Հայաստանում ազգային ժողովի ընտրությունների դիտարկման նպատակով երկիր են ժամանել միջազգային դիտորդական առաքելությունների եւ տարբեր երկրների ընտրական կառույցների ներկայացուցիչներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալելու որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Վիգեն Սարգսյանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտորի և նախկին պրոռեկտորի, Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրենի նկատմամբ։ Քրեական վարույթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Տատախազը մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակիցների նկատմամբ։ Տատախազնի նախաձեռնությամբ 2008 թվականի մարտի 1-ից 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած ԳՀ-ի նկատմամբ պաշտոնեական կեղծիք կատարելու և ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար։ Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ քրեական վարույթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն, նշելով, որ 2009-ից 16 թվականներին ընկած ժամանակահատվածում Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու և վերոնշյալ մյուս անձանց հետ շահեկան պայմաններով առանց խոչընդոտների ապահովել են օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելը, ինչի հետևանքով Հայաստանի սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևանի կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38 կոտորակ 1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 միլիոն 908 հազար 500 դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով ավելի քան 451 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։ Դրանից հետո հայր և որդի Խաչատրյանները ներկայացրել են, որ գույքը ձեռք է բերել իրենց մտերիմ Երևան մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանը, ապա բարեխիղճ չձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 միլիոն դրամով գնել են նշված գույքը, գրանցելով այն Արթուր Խաչատրյանի անվամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւս նոր մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը, նշելով, որ Խաչատրյանին մեղադրում են 2023 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։
Դատախազությունն ուսումնասիրել է կառավարության որոշմամբ օտարված Արարատ ցեմենտ ընկերության մասնավորեցման գործընթացը եւ հայտնաբերված իրավախախտումների հիմքով հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ Հայաստանի կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու եւ հետևանքները վերացնելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից հայցի հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը Արարատ ցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող խողամասերի ձեռքբերման գործընթացում եւս հայտնաբերել է մի շարք խախտումներ։ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվանից 27 տարի անց նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում հերքվել է նրա կողմից ինքնասպանություն գործելու վարկածը։ Արծրուն Մարգարյանի դին հայտնաբերվել էր 1999 թվականի փետրվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհից Նորհաճ ընտանող Խաչմերուկի հարակից տարածքում։ Նրա մարմնի վրա եղել էին հրազենային վնասվածքներ։ Դեպքից կարճ ժամանակ անց սպանության կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել Մարգարյանի թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյաններին, սակայն նախաքննական մարմինը հետագայում հանգել էր այն եզրակացության, որ Մարգարյանը գտնվելով ծանր հոգեբանական վիճակում ինքնասպանություն է գործել։ Գործը նոր ընթացք է ստացել 2025 թվականին։ Փորձագետների նոր եզրակացությամբ հերքվել է ինքնասպանության վարկածը, քանի որ առաջին հրազենային վնասվածք ստանալուց հետո նա ունակ չէր լինելու ատրճանակն ուղղել, գլխի հետին հատված եւ կատարել երկրորդ կրակոցը։ Նա ընդունակ էր լինելու կոորդինացված շարժումներ կատարելու նոր ապացույցների հիման վրա ձեռք են բերվել փաստական տվյալներ, ըստ որոնց Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Արսեն Խաչատրյանի արձակած կրակոցներից։ Քննչական մարմնի վարկածով սպանությունը կապված է եղել Մարգարյանի ծառայողական գործունեության հետ։ Միջնորդություն է ներկայացվել Արսեն Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Դատարան է ներկայացվել նաև նրան կալանավորելու միջնորդություն։ Իսրայելը Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ գաղտնի կերպով Ադրբեջանում էլիտար ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Իրանի դեմ գործողություններին նպաստելու նպատակով։ Այս մասին հաղորդում է CNN-ը վկայակոչելով 4 աղբյուրի։ Աղբյուրներից երկուսի խոսքով իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից, այդ թվում Իրանի հյուսիսային սահմանին հարակից հատվածում Իրանի Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 95 կիլոմետր հեռավորության վրա։ CNN-ը հիշեցնում է, որ Իսրայելը Թավրիզին հարվածել էր պատերազմի ժամանակ։ Մյուս երկու աղբյուրների խոսքով տվյալ վայրում տեղակայվել են նաև հատուկ դիվերսիոն ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություն եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով գործողություններ, ինչն Իսրայելին հնարավորություն է տվել պատերազմի ընթացքում տեսնելու Իրանի հյուսիսը։ CNN-ը հաղորդում է, որ Ադրբեջանում տեղակայված զորքերը սկզբնական աղբյուրում նախատեսված էին որպես փրկարարական ջոկատ արտակարգ դեպքերի համար, սակայն առաքելությունը ընդլայնվել է դառնալով ռազմական եւ հետախուզական։ Աղբյուրների տեղեկացմամբ իսրայելական ուժերի տեղակայումները թույլ են տվել Իսրայելին ընդլայնել իր հարձակման հասանելիությունը եւ շրջանակը Իրանի դեմ պատերազմում։ Իդեպ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն կտրականապես հրկել է CNN-ի հայտարարությունները, թե Իսրայելը օգտագործում է երկրի տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, կոչանելով այդ պնդումները անհիմն են։ Պնդումները, թե Ադրբեջանի տարածքը իբր օգտագործվում է Իրանի դեմ ռազմական եւ հետախուզական գործողությունների նպատակով եւ որ մեր երկրի տարածքում Իսրայելին պատկանող ուժեր են տեղակայված, լիովին անհիմն են եւ կտրականապես մերժվում են, հայտարարել է Հաջիզադեն։ Անանուն աղբյուրների վրա հիմնված հրապարակումները, որոնցում չկան հիմնավոր ապացույցներ եւ ներկայացված չէ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, հակասում են անաչառության եւ պրոֆեսիոնալ լրագրողական էթիկայի սկզբունքներին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն էլ հաստատել է Ուկրաինային օգնություն տրամադրելու եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Այն պաշտպանել է ներկայացուցիչների պալատի 226 անդամ, դեմ են քվեարկել 195-ը։ Կողմ քվեարկողների թվում են եղել 207 դեմոկրատ, 18 հանրապետական եւ 1 անկախ կոնգրեսական։ Նախաձեռնությունը ներկայացվել է ապրիլին եւ նախատեսում է հատուկ հիմնադրամ ստեղծել Ուկրաինայի վերակառուցման համար։ Այն նաեւ երկարաձգում է ԱՄՆ նախագահի լիազորությունները պաշտպանական միջոցներ փոխանցելու Ուկրաինային եւ Արևելյան Եվրոպայի երկրներին։ Օրինագծի համաձայն Պենտագոնը լիազորված կլինի հետախուզական աջակցություն ցուցաբերելու Ուկրաինային մինչեւ 2027 թվականի վերջը։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազային եւ Բահրեյնում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օբյեկտներին, ի պատասխան Սիրիկի եւ Քեշմի ուղղությամբ իրականացված ամերիկյան հարվածների։ Տեղական աղբյուրների համաձայն Իրանը նաեւ թիրախավորել է 4 նավթատար, որոնք ըստ Թեհրանի փորձել են անցնել Հորմուզի նեղուցով առանց թույլտվության։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ միջադեպի ընթացքում կիրառված անօդաչու թռչող սարքերը խոցվել են։ Կողմերի հարաբերությունները դեռևս անկախ աղբյուրների կողմից ամբողջությամբ չեն հաստատվել։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի միայն մոտ 21-ից 22%-ը։ Նրա խոսքով, ամերիկյան հարվածների հետևանքով լրջորեն վնասվել են Իրանի հրթիռների եւ անօդաչու թռչող արտադրության օբյեկտները, նաև ոչնչացվել են արձակման հարթակների մեծ մասը։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Իրանը դեռևս պահպանում է հարվածներ հասցնելու կարողությունները։ Անդրադառնալով հակամարտության կարգավորմանն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Թեհրանը դեռ չի համաձայնել Վաշինգտոնի առաջարկած գործարքին, սակայն իր համոզմամբ ի վերջո ստիպված կլինի համաձայնության գնալ։ Թրամփը կրկին ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։ Նա չի բացառել դիվանագիտական լուծումը, բայց զգուշացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում Վաշինգտոնը կարող է դիմել ավելի կոշտ քայլերի։ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են գերիների հերթական փոխանակումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տեղեկացմամբ հայրենիք է վերադարձել 185 ուկրաինացի զինծառայող եւ 1 քաղաքացիական անձ։ Զելենսկու խոսքով ազատ արձակված զինծառայողները ծառայել են Ուկրաինայի զինված ուժերում, պետական սահմանապատ ծառայություններում եւ ազգային գվարդիայում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ուկրաինական գերությունից վերադարձել է 185 ռուս զինծառայողներ։ Մոսկվայի պնդմամբ գերիների փոխանակումը հնարավոր է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով հանդիպում է խնդրել, սակայն ինքը դեռ նման հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում։ Պուտինի խոսքով Կիևը մի կողմից խոսում է բանակցությունների մասին, մյուս կողմից իր գնահատմամբ սարսափելի հանցագործություններ է կատարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ պայմաններում կամ ում միջոցով է փոխանցվել հանդիպման առաջարկը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը զենք չի մոտակարարել Իրանին, քանի որ Թեհրանը նման խնդրանք չի ներկայացրել։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում Պուտինն ասել է, որ Մոսկվան Իրանին որևէ սպառազինություն չի փոխանցել եւ ընդգծել, որ իրանական կողմից սադրանքներ չի տեսնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ ափսոսանք է հայտնել, որ իրանական հակամարտությունը վատ թարացրել է տարածաշրջանի երկրների հարաբերությունները։ Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև գործող հրադադարը կդառնա կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը սկսել են Բալթիկ գործողություն 26 բազմազգ զորավարժությունները Բալթիկ ծովում։ Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով առաջիկա 2 շաբաթվա ընթացքում զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 15 դաշնակից եւ գործընկեր երկրներից շուրջ 6000 զինծառայող եւ մոտ 20 ռազմանավ։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել դաշինքի անդամ երկրների զինված ուժերի օպերատիվ համատեղելիությունը եւ համատեղ գործողությունների կարողությունները։ Ծրագրում ներառված է հականավային եւ հակաօդային վարժանքներ, ականազերծման գործողություններ, նաեւ անօդաչու համակարգերի կիրառում։ Շարունակում ենք թողարկումը եւ թողարկման այս հատվածում հետաքրքիր եւ ուշագրավ թեմաների եմ անդրադարձել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Բարեկո Տիկին Մանասյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Մանասյան, փորձել ենք այսօր խոսել շատ կարևոր թեմաների մասին, որը անմիջական առնչություն ունի ձեր կառույցի եւ ձեր կատարած աշխատանքի հետ։ Եվ սկսենք թերևս ամենակարևորից։ Օրեր առաջ երեխաների միջազգային պաշտպանության օրն էր, հունիսի 1-ն էր եւ այնտեղ դուք հնչեցրեցիք շատ կարևոր միտք, ասելով, որ երեխաների պաշտպանությունը ամենակարևոր եւ գերխնդիրն է եւ ձեր կառույցի համար եւ ձեր որպես մարդու իրավունքների պաշտպան։ Տեսեք, մենք ցավոք սրտից շատ հաճախ բախվում ենք հենց այդ խնդրին, որ երեխաները շատ հաճախ պաշտպանված չեն լինում եւ այս քաոտիկ չար աշխարհում, այսպես ձևակերպենք, հենց ամենախոցելին են դառնում։ Հատկապես այն երեխաները, որոնք ունեն ներառականություն, որոնք ունեն հաշմանդամություն եւ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, պետու դեպքերը եւ այդպես շարունակ։ Փոքրիկ Տիգրանին, երբ հայրը խեղտամայր արել, ցավոտ թեմաներ են, ծանր թեմաներ են, բայց շատ կարեւոր թեմաներ են։ Այդ ձեր կառույցը ինչ գործառույթ է իրականացնում, որպեսզի կանխի կանխարգելի նման արատավոր երևույթները։ Խնդրեմ։
Նախ շատ շնորհակալ եմ, որ հենց այս կարևոր հարցից եք սկսում, որովհետև երեխաների իրավունքների պաշտպանությունը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն, եւ իհարկե դուք էլ նկատեցիք այն հանգամանքը, որ երեխաները խոցելի վիճակում գտնվող խումբ են ներկայացնում ու իրապես շատ հաճախ են նրանք խոցելի, հատկապես նաեւ մեր տիպի հասարակություններում, որտեղ հիմնական ընկալումն այնպիսին է, որ երեխաները որևէ մեկի սեփականություն ունեն կամ ընտանիքի կամ նրանց հետ աշխատող մասնագետների. Եվ սա իհարկե ավելի բարդացնում է իրավիճակը, քանի որ մի շարք դեպքերում, երբ օրինակ ընտանիքում երեխաների բռնության հետ գործ ունենք, շատերը պարզապես դրա մասին նույնիսկ տեղեկացված լինելով համարում են, որ իրենք չեն կարող բարձրաձայնել խնդիրը, քանի որ դա ընտանիքի գործն է, կամ մի շարք իրավիճակներում, երբ երեխաները հենց իրենց հետ աշխատող մասնագետների հետ կապված խնդիրներ են ունենում եւ այլն, այստեղ էլ բավականին բարդ է լինում երեխաների հետ կապված հարցեր բարձրաձայնելը։ Ավելին ասեմ, օրինակ երեխաների անձնական տվյալների պաշտպանության առումով ընդհանրապես իրավիճակն այնպիսին է, որ եթե խոսքը երեխայի մասին է, դե իր հետ կապված կարող ենք ցանկացած տեսանյութ հրապարակել, ցանկացած օրինակ ֆոտո, լուսանկար հրապարակել, իր տվյալները հրապարակային ներկայացնել եւ այլն, եւ այստեղ երևում է նաեւ մեր ընդհանուր տրամաբանությունը երեխաների նկատմամբ վերաբերմունքի եւ նաեւ երեխաների իրավունքների մասին պատկերացումները։ Նաեւ ինֆորմացիայի պակասը գուցե։ Այո, իհարկե, հասարակության լայն շերտերի մոտ։ Միանշանակ եւ ես կարծում եմ, որ սա է ամենամեծ խնդիրը, քանի որ մենք ոչ այնքան մեծ պատկերացումներ ունենք հենց երեխաների իրավունքների մասին, իրազեկվածության շատ մեծ պակաս կա, եւ դա է պատճառը, որ մեր ընդհանուր գործառույթը, որն իրականացնում ենք, մասնավորապես մշտադիտարկում ենք, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունում իրացվում ՄԱԿ-ի կոնվենցիան երեխայի իրավունքների մասին, բայց բացի դրանից մենք նաեւ շատ լուրջ իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում։ Ու օրինակ, եթե դիտարկենք մեր նախորդ տարվա գործունեությունը, այստեղ պետք է նշեմ, որ մենք միայն նախորդ տարի 1000-ից ավելի երեխա ենք ընդգրկել մեր իրազեկման արշավի շրջանակներում եւ իհարկե բազմաթիվ իրազեկումներ շատ մեծ արդյունք է եւ երեխաները շատ հետաքրքրված են նաեւ այս հարցերով։ Ընդգծեմ նաև, որ մենք ինստիտուցիոնալ միավորներ եւս ունենք երեխաների իրավունքների հարցերով զբաղվելու հետ կապված։ Օրինակ, մենք ունենք Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ, որտեղ ի տարբերություն մեր այլ խորհուրդների ընդգրկված են ոչ թե փորձագետներ, այլ ընդգրկված են հենց երեխաներ, եւ սրա նպատակն այն է, որպեսզի թե նրանց ձայնը լսելի լինի, թե մենք նրանց ներգրավենք իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացներում եւ բացի սրանից նաեւ իրենք իրազեկված լինեն եւ հետո իրենք իրազեկեն մյուս երեխաներին իրենց իրավունքների հետ կապված եւ հրաշալի արդյունքներ ունենք օրինակ այս մասով մենք ունենք խորհրդի անդամներ ովքեր մեզ հետ օրինակ նույնիսկ 9 միջազգային գործուղումներին են մասնակցել, ելույթներ են ունեցել ամենաբարձրաստիճան ամբիոններից, նրանք շատ հետաքրքիր նախագծեր ու նախաձեռնություններ են իրականացնում եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության ամենաակտիվ երիտասարդներից են։ Բացի սրանից նաեւ մենք այս փուլում իրականացնում ենք օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագիծը, դարձյալ որի գաղափարն այն է, որպեսզի երիտասարդները եւ երեխաներն ընդգրկվեն իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացներում եւ նախագծի իմաստն այն է, որ մրցութային հիմունքներով ընտրվում են այն երիտասարդները ու երեխաները, ովքեր ակտիվ են, հետաքրքրված են մարդու իրավունքների ոլորտով եւ ուզում են պատասխանատվություն ստանձնել իրենց միջավայրում որևէ փոփոխություն բերելու հարցերում եւ նրանք մի ամբողջ օր անց են կացնում ինձ հետ, իմ աշխատակազմի հետ։ Ապագա պաշտպաններն են, այսպես ասած։ Այո, ոչ միայն ընդ որում մեր աշխատակազմում, այլ նաեւ նրանք մեզ հետ գալիս են տարբեր հանդիպումների, միջոցառումների, օրինակ մեր մասնակիցը Տիգրանը, մի երիտասարդ է, ով շատ հետաքրքրված էր Դաունի համախտանիշ ունեցող երեխաների եւ մարդկանց ընդհանրապես իրավունքների հետ կապված հարցերով, ընտրությունների հարցերով էր եւ ընտրական իրավունքի շատ հետաքրքրված։ Այսինքն դա նաեւ անուղղակի կրթություն է դառնում։ Այո, միանշանակ մենք միասին նույնիսկ այցելել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ օրը եւ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ընդհանուր գործունեությունը, որովհետեւ երիտասարդը շատ էր հետաքրքրված նաեւ այդ հարցերով։ Մի խոսքով հնարավորությունները բավականին մեծ են, մենք նաև մշտադիտարկումներ ենք իրականացնում խնամքի հաստատություններում, դպրոցական հաստատություններում, տարբեր այլ հաստատություններում եւ իհարկե շատ լայն համագործակցություն ունենք տարբեր մարմինների հետ։ Իհարկե հիմա շատ այլ դետալների վերաբերյալ չխոսեմ, որովհետեւ անընդհատ եւ անդադար այս ամենի մասին կարելի է խոսել, ուղղակի մի կարևոր հաղորդագրություն փոխանցել մեզ բոլորիս։
ես մշտապես այդ թվում երեխաների հետ շփումներում ասում եմ, որ երեխաները մեզ իրապես շատ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են, հետևաբար իրապես մեր տեսանկյունից շատ կարևոր է այնպիսի վարքագիծ որդեգրել, որպեսզի նրանք եւս ունենան արժեքային մոտեցումներ, իրավունքահեն մոտեցումներ կյանքի տարբեր բնագավառներին։ Հրաշալի նախաձեռնություններ եք իրականացնում, բրավո իսկապես, բայց նաև տեսեք, ես նշեցի, որ դա նաև անուղղակի կրթություն է եւ երեխաները իսկապես իրենց ցանկություններն են բարձրաձայնում եւ նրանք են թելադրում։ Բայց մենք այստեղ ունենք նաև կրկին խոցելի մի հատված, համացանց կոչվածը, որտեղ այդ սարդոստայնում բազմաթիվ տեղեկատվություններ կան, բազմաթիվ կեղծ տեղեկատվություններ կան, որը շատ հաճախ խանգարում է։ Եվ շատ հաճախ շատ մարդիկ, որոնք բացարձակ չունեն համապատասխան կրթություն, գիտելիքներ, փորձառություն, սկսում են հենց երեխաների իրավունքներով կամ ընդհանրապես մարդու իրավունքների մասին են խոսում, որի կրողը չեն, որ չունեն որևէ բան, պարզապես լսել են այստեղից, այնտեղից եւ ստեղծում են մի հատ իմիտացիոն իրավիճակ, որ մարդիկ շատ մարդիկ հոծ բազմություն լսում են նրանց։ Սրա դեմ ինչպիսի պայքար կարող են մղել կամ ինչ պայքար եք մղում, որպեսզի կեղծ տեղեկատվությունը կարողանան տաղանջատել իրականությունից։ Նշեմ, որ սա շատ մեծ խնդիր է ամբողջ աշխարհում, բայց հատկապես տեսանելի է մեր տիպի հասարակություններում եւ առանձնահատուկ տեսանելի Հայաստանում, որովհետեւ Հայաստանում համացանցը դարձել է ամենօրյա տեղեկատվություն ձեռք բերելու ամենահիմնական աղբյուրը եւ նույնիսկ շատ հաճախ մարդիկ տեղեկատվություն ընդհանրապես չեն ստանում զանգվածային լրատվության միջոցներից, այլ ստանում են համացանցից ու եթե նույնիսկ նրանց հարցնեք, այո, եթե նույնիսկ հարցնեք, թե այս տեղեկատվությունը, որ ստացել եք, ձեռք եք բերել, որտեղից է, որ լրատվամիջոցն է կամ որ դերակատարն է դրա մասին խոսել, ուղղակի կասեն օրինակ Facebook եւ նույնիսկ պատկերացում չեն ունենա այն մասին, թե ում տարածած տեղեկատվությունն են իրենք եւս տարածում եւ դրա կրողը դարձել եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Հայաստանում հատկապես այս սոցիալական հարթակների ձևավորումը եւ զարգացումը հանգեցրել է տեղեկատվական քաոսի եւ մարդիկ միանշանակ շատ դեպքերում չեն միմյանցից տարանջատում ապա տեղեկատվությունը օրինակ իրական տեղեկատվությունից եւ այսպես շարունակ։ Եվ նույնը վերաբերում է նաեւ այո մարդու իրավունքներին, որովհետեւ մարդու իրավունքների ոլորտի հետ կապված է ամենօրյա ռեժիմով կարելի է հանդիպել իրապես ապա տեղեկատվություն հանդիսացող մարդու իրավունքների արժեքների հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող տեղեկատվության եւ սա ամենավտանգավոր բաներից մեկն է։ Սրա դեմ պայքարելու հիմնական միջոցը ես կարծում եմ ճշմարիտ տեղեկատվությունը անընդհատ ոչ միայն տարածելն է, այլ նաեւ անընդհատ գործընկերներ ձեռք բերելն է, կեղծ տեղեկատվության վերաբերյալ պատկերացումները փոխելու եւ ճշմարիտ տեղեկատվության առնչությամբ գաղափարներ տարածելու ուղղությամբ, այս առումով ես կարծում եմ նաեւ զանգվածային լրատվության միջոցները պետք է ունենան շատ մեծ դերակատարություն եւ հնարավորինս շատ տարածեն այն ինֆորմացիան, որը համապատասխանում է այդ թվում մարդու իրավունքների արժեքներին, գաղափարին եւ բովանդակությանը, որովհետեւ հակառակ իրավիճակում մենք կարող ենք կանգ առնել մի կետում, որտեղ մարդիկ ոչ միայն պատկերացում չունեն մարդու իրավունքների չափանիշների մասին, այլ նաև այնպիսի վարքագիծ են դրսևորում, որը ընդհանրապես հակասում է այդ չափանիշներին։ Նույնիսկ վնասում է։ Եվ բացասական հետևանքներ են ձևավորում, այո, բոլորի համար։ Օրինակ, մենք այսօր խոսում ենք խոսքի ազատության կարևորության մասին եւ այո, սա ժողովրդավարական հասարակության ամենակարևոր իրավունքներից մեկն է, բայց ձևավորվել է նաեւ մի ծայրահեղ մոտեցում եւ շատ մարդիկ ովքեր հետեւում են այդ մոտեցմանը, որ այդ իրավունքը ենթադրում է, որ մենք կարող ենք խոսել ամեն ինչի մասին եւ ամեն ձևաչափով, որ մենք կցանկանանք, բայց իրականում խոսքի ազատության իրավունքը իր սահմաններն ունի միանշանակ եւ դրա մասին պետք է շատ խոսել, այդ տեղեկատվությունը պետք է շատ տարածել եւ նույնը իհարկե վերաբերում է մյուս բոլոր ոլորտներին։ Շատ լավ, Տիկին Մանասյան, վերջերս նաև մի նախաձեռնություն եւ հանդիպում տեղի ունեցավ անհետ կորածների հա ծնողներին, հարազատներին հանդիպեցիք։ Ինչ հանդիպում էր սա։ Հանրության լայն շերտերին շատ հետաքրքրում է, սա նույնպես շատ կարևոր եւ խոցելի թեմա է։ Ինչ հանդիպում էր, ինչ գործառույթներ են, հա, կազմակերպություն է հիմնվում, ինչ է անում, մի փոքր տեղեկատվություն այս մասին։ Նախ նշեմ, որ իմ խորին համոզմամբ անհայտ կորած անձանց իրավունքների եւ նաեւ նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը պետք է պետության առաջնային ուղղություններից լինի եւ այս առնչությամբ պետք է ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր դերակատար իրականացնի համապատասխան քայլեր
Նշեցիք, որ մենք մի հանդիպում էինք կազմակերպել բոլորովին վերջերս, սա իհարկե միակ հանդիպումը չէր, որովհետև մենք պարբերաբար ենք հանդիպում գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ։ Պարզապես այս հանդիպումը առանձնանում էր նաև նրանով, որ հարազատները մեզ տեղեկացնում էին այն հասարակական կազմակերպության մասին, որն իրենք այս պահին հիմնադրում են։ Ես սա շատ կարևոր եմ համարում եւ առաջնահերթ եմ համարում նաեւ այն հանգամանքը, որպիսի այս կազմակերպությունը, ասոցիացիան դառնա անհայտ կորած անձանց եւ նրանց հարազատների իրավունքների բարձրաձայնման ու խնդիրների լուծման կարևոր հարթակ։ Նաեւ ձեզ հետ գործակցությունն է շատ կարևոր։ Նրանք սկսել են գործակցել արդեն անմիջապես հենց ձեզ հետ։ Դա նույնպես շատ կարևոր է։ Ես սա շատ կարևոր եմ համարում այն տեսանկյունից, որ որպես մարդու իրավունքների պաշտպան համարում եմ, որ մեր հաստատությունը պետք է թե քաղաքացիական հասարակության գործընկերների, թե նաև իրավունքը կրողների հետ անընդհատ հաղորդակցություն ունենա եւ իհարկե շատ կարևոր են այն դերակատարները, ովքեր կարող են կառուցողական առումով բարձրաձայնել հարցեր։ Մեր այս հանդիպումը առանձնացավ նաև նրանով, որ շատ կառուցողական էր ընդհանուր միջավայրը եւ նաև բարձրաձայնված հարցերը, ու մենք պատրաստվում ենք ապագայում էլ խոսել այս խնդիրների մասին, ձևաչափեր մշակել խնդիրները հասցեավորելու համար։ Նաև կարևոր էր մեր միջազգային գործընկերների ներկայացվածությունը հանդիպմանը, որովհետև ես առաջարկել էի մեր մի քանի միջազգային գործընկերների եւս մասնակից լինել հանդիպմանը, երկխոսել ոչ միայն մեր հաստատության, այլ նաև գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ իրենց իրավունքներին առնչվող հարցերով եւ բավականին կառուցողական հանդիպում ստացվեց։ Իհարկե այս ոլորտում ամենակարևոր հանգամանքը գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելն է, այդ տեղեկատվությունը նաև հարազատներին փոխանցելն է, բայց ինչու՞ չէ, ոլորտում կարող են լինել եւ կան մի շարք այլ հարցեր, որոնք իրավունքների տեսանկյունից իրապես շատ մեծ կարեւորություն են ներկայացնում եւ շատ կարեւոր է նաեւ, որպեսզի մենք ակտիվորեն համագործակցենք այս ոլորտում քաղաքացիական հասարակության այն գործընկերների հետ, որոնք շատ լուրջ աշխատանքներ են իրականացնում իրավունքների հարցերը հասցեավորելու առումով։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել Տիկին Մանասյանի եւս մեկ կարևոր թեմա եմ ուզում անդրադառնանք, պարզապես շատ կարճ, ձեր կարևոր գնահատականը շատ կարևոր է բոլորիս համար։ Տեսեք, աշխարհում կարծես սերը պակասել է նաեւ մեզ մոտ ու բերել է հակառակ ռեակցիան, բերել է ատելություն։ Ատելության խոսքը գեներացված է ամենուր ամենտեղ։ Անհանդուրժողականությունը բոլոր սահմաններն անցել է։ Այ Մարդու իրավունքների պաշտպան ինստիտուտը ինչ գործառույթ պետք է իրականացնի, որ գոնե նվազագույնի հասցնի ատելության, այս անհանդուրժողականության մթնոլորտը եւ գոնե փորձենք փրկել այս վիճակից իրար սեր տալով։ Որպես մարդ, ոչ թե որպես մարդու իրավունքների պաշտպան, այլ որպես անհատ, ով իրապես շատ է կարևորում հենց սերը որպես երևույթ, որովհետև համարում եմ, որ իրապես շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին մենք ինքներս սեր տանք աշխարհին, ու ամենակարևոր բանը նաև խնդիրները լուծելու անձնական եւ հանրային հաջողության համար իրոք այդ սիրո, հանդուրժողականության, համերաշխության եւ ներդաշնակության միջավայրն է։ Կարծում եմ, որ սերը աշխարհում միշտ կա եւ հիմա էլ շարունակում է լինել։ Պարզապես այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է նրան, որ մարդիկ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն համախմբվելու եւ իրենց տեսակետները ներկայացնելու եւ անհանդուրժող տեսակետները ներկայացնողները միգուցե շատ ավելի մեծ թափով են համախմբվում եւ ավելի բարձր են կարողանում իրենց մոտեցումների վերաբերյալ խոսել եւ դա է պատճառը, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այ հիմա սերն ավելի քիչ է եւ չարությունն ավելի շատ է։ Կարծում եմ մենք այս առումով ոչ թե այս ձևաչափի փոփոխություն ունենք, այլ պարզապես բարձրաձայնման առումով որոշակի օրինաչափություններ ունենք, բայց անհանդուրժողականության միջավայրը ես համարում եմ ամենավտանգավորներից մեկը, որ ընդհանրապես կարող է լինել, իսկ դա այո գեներացված է ամբողջ աշխարհում եւ նաեւ մեր հասարակությունում։ Չափազանց մեծ է հենց հանրային անհանդուրժող միջավայրը եւ այս տեսանկյունից ես ոչ միայն հրապարակային եմ խոսում, մենք անընդհատ տարբեր քայլեր ենք ձեռնարկում, թե տարբեր խմբերի հետ իրազեկման աշխատանքներ իրականացնելու, թե որոշակի դեպքերում պատասխանատվության մեխանիզմներ տարբեր մարմինների հետ քննարկելու դիտանկյունից, որպեսզի հնարավոր լինի այն դեպքերում իհարկե, երբ արարքը պետք է հանգեցնի պատասխանատվության, նաև այդ մեխանիզմների գործադրման մասին խոսենք, բայց կարծում եմ ամենամեծ այստեղ խնդիրը գրագիտության ավելացումն է եւ կրթության դերակատարությունն է։ Կարծում եմ մեր կրթության համակարգը ամբողջությամբ պետք է վերափոխվի, որովհետև այն հիմնված չէ բացարձակապես բազմազանության նկատմամբ հարգանքի վրա եւ
ամենակարևոր գաղափարն այն է, որպեսզի մենք կարողանանք վերափոխել կրթության համակարգը, եւ մենք այս առումով հատկապես մարդու իրավունքների կրթության բնագավառում փորձում ենք կարևոր քայլեր ձեռնարկել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքան այժմի համար կհանդիպենք։